Ունեմ 1000 անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաև որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը, քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսք կա, չէ՞, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաները ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են, զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու և մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից, հնարավոր, ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է, ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։